Նայ, սա անհավատալի է։ Դες ինչ արմատներ եմ։ Այս նոր մեթոդը շատ խեմբ է, այն ոչ միայն արագ է, այլև շատ արդյունավետ, նույնիսկ այնպիսի պտղատու ծառի համար, ինչպիսին ավոկադոն է, որը այնքան էլ հեշտ չէ արմատակալեցնել։ Անկեղծ ասած, եթե դեռ չգիտես այս մեթոդը, այսօր քեզ ցույց եմ տալու ամենահզորներից մեկը, որ փորձել եմ։ Ուրեմն առանց ժամանակ կորցնելու սկսել։ Առաջինը պետք է ընտրենք այն պտղատու ծառը, որը ցանկանում ենք բազմացնել։ Այս դեպքում ես ընտրել եմ երիտասարդ ավոկադո, որովհետև ուզում եմ շատ ավոկադո ունենալ այգում։ Հաջորդ քայլը կլինի ես ամբողջ հատվածը մաքրել այն ճյուղերից կամ ցողուններից, որոնք կարող են խանգարել մեզ այս օդային արմատակալումը կատարելու համար։ Հիմա նշելու ենք այն հատվածը, որտեղ պատրաստվում ենք կատարել օդային արմատակալումը։ Պետք է թողնենք մոտավորապես 2 դյույմ, այսինքն մոտ 5 սանտիմետր հեռավորություն։ Ընդհանուր առմամբ ես պատրաստվում եմ մոտ 8 պտուտակ տեղադրել համաչափ բաշխված ճյուղի ամբողջ շրջագծով։ Բայց մինչև մի շատ պարզ հնարք ենք անելու, պետք է բոլոր պտուտակները ախտահանենք դրանք մտցնելով ալոե վերայի տերևի մեջ, այսպես, երբ դրանք անցնեն ճյուղի միջով, մասամբ ախտահանված կլինեն։ Հիմա պտուտակահանով սկսում ենք պատահականորեն բոլոր պտուտակները մտցնել այն հատվածում, որը նշված էր։ Երբ բոլոր պտուտակները տեղադրված են, վերցնում ենք մի քիչ աղացած դարչին եւ ցանում ենք ամբողջ տարածքի վրա։ Սա կօգնի պաշտպանել վերքը հնարավոր հիվանդացիներից։ Հիմա վերցնում ենք միանգամյա օգտագործման բաժակ, պետք է ուղղահայաց կտրված քանենք մինչև կենտրոնը։ Հետո բաժակի ստորին մասում մի քանի փոքր կտրվածքներ ենք անում, որպեսզի են կարողանա իդեալական հարմարվել ճյուղին։ Հիմա երբ բաժակը տեղում է, այն թեթևակի ամրացնում ենք կապիչով, որպեսզի չընկնի, մինչ լցնում ենք այն, այսպես։ Սա մի սուբստրատ է, որը շատ լավ է ջրահեռացնում, պահպանում է բավականին խոնավություն եւ հեշտությամբ չի կպչում։ Շատ նման է։ Համընդհանուր սուբստրատի նման մենք աստիճանաբար լցնում ենք սուբստրատը եւ երբ այն սկսում է խթանալ, կապիչները ավելի ենք ձգում, մինչեւ ամեն ինչ լիովին ամուր լինի։ Հիմա երբ ամեն ինչ ավարտված է, ժամանակն է առաջին ջրելու։ Լավ ջրելու ենք, որպեսզի ամբողջ խոնավությունը շփվի այն հատվածի հետ, որտեղ պտուտակներով վնասվածքներ ենք արել։ Հիմա վերցնում ենք սև պլաստիկ, այս դեպքում աղբի տոպրակ, եւ բավականաչափ մեծ կտրվածք ենք անում, որպեսզի կարողանանք ամբողջությամբ ծածկել ակոդը։ Այս կերպ մենք շատ ավելի լավ կպահպանենք խոնավությունը եւ ներսում ավելի տաք ջերմաստիճան, ինչը կնպաստի նոր արմատների առաջացմանն ու զարգացմանը։ Հիմա, երբ պլաստիկը պատրաստ է, պարզապես այն փաթաթում ենք ամբողջությամբ շրջապատելով ակոդը եւ այն ամրացնում ենք կապերով կամ պարաններով, որպեսզի լավ փակ մնա։ Այս մեթոդի պահպանումը շատ պարզ է։ Ժամանակ առ ժամանակ բացում ենք ակոդի վերևի մասը եւ մի փոքր ջուր ավելացնում, որպեսզի պահենք սուբստրատի խոնավությունը։ Սովորաբար դա անել յուրաքանչյուր 10 օրը մեկ մոտավորապես լիովին բավարար է։ Թեև եթե շատ շոկ է, խորհուրդ է տրվում մի փոքր շուտ ստուգել, որպեսզի համոզվենք, որ երթեք ամբողջությամբ չի չորանում։ Եվ եթե բացի այդ քեզ դուր է գալիս հետևել լուսնային օրացույցին, շատ մարդիկ նախընտրում են այս տեսակի բազմացումը կատարել նվազող իջնող լուսնի ժամանակ, քանի որ ավանդաբար դա համարվում է արմատային համակարգի զարգացման խթանման համար ամենահարմար պահերից մեկը։ Մինչև շաբաթները անցնելը ուզում եմ օգտվել առիթից շնորհակալություն հայտնել, որպեսզի պարզաբանեմ որոշ հարցեր, որոնք սովորաբար տալիս եք ինձ, երբ կատարում եմ այս տեսակի բազմացումներ։ Օրինակ, շատ մարդիկ ինձ հարցնում են, արդյոք այս մեթոդը կարելի է կիրառել ցանկացած պտղատու ծառի համար։ Սկզբունքորեն կարելի է փորձել շատ տեսակների վրա, բայց պետք է հաշվի առնել, որ բոլոր ծառերը նույն հեշտությամբ չեն զարգացնում արմատներ։ Կան պտղատու ծառեր, որոնք շատ արագ են արձագանքում, իսկ մյուսները պահանջում են բավականին ավելի շատ ժամանակ։ Նաև դա շատ մեծ ազդեցություն ունի։ Ծառի տարիքը, տարվա եղանակը, ճյուղի հաստությունը եւ ամենակարևորը
այն որ պտղատուն առողջ լինի եւ ակտիվ աճի փուլում գտնվի։ Այդ պատճառով, եթե առաջին անգամ ես դա անում, խորհուրդ եմ տալիս նախ փորձել երիտասարդ ճյուղի վրա։ Բայց այն պետք է արդեն որոշակի ամրություն ունենա։ Չի կարելի ընտրել չափազանց նուրբ ճյուղ, որովհետև այն կարող է ծռվել կամ չորանալ, բայց նաև չպետք է ընտրել շատ հին եւ հաստ ճյուղ, որովհետև սովորաբար այդ դեպքում արմատներ տալը շատ ավելի դժվար կլինի։ Արմատ լիստար։ Այս դեպքում ես դա անում եմ ավոկադոյի վրա, որը հենց այն պտղատուն չէ, որ ամենահեշտն է արմատներ տալիս օդային շերտավորմամբ։ Եվ հենց այդ պատճառով էլ ուզում էի տեսնել, թե այս մեթոդը մինչև ուր կարող է հասնի։ Դուք նաև հաճախ հարցնում եք, արդյոք անհրաժեշտ է օգտագործել արմատավորման որևէ հորմոն։ Այս դեպքում ես որևէ կոմերցիոն հորմոն չեմ օգտագործել։ Միակ բանը, որ օգտագործել եմ, դա ալոե վերան է պտուտակները մտցնելու համար եւ մի փոքր աղացած դարչին։ Այն ամբողջ հատվածում, որտեղ աշխատել եք, ալոե վերան ոչ միայն օգնում է թեթևակի քսել պտուտակը, երբ այն մտցնում ենք, այլ նաև թույլ է տալիս գործընթացի ընթացքում այդ հատվածը ավելի մաքուր պահել։ Իսկ դարչինը օգտագործում են որպես օժանդակ միջոց պաշտպանելու համար այն ամբողջ հատվածը, որտեղ վնասվածքներ են առաջացրել։ Այժմ, եթե դու ունես արմատավորման հորմոն եւ ցանկանում ես օգտագործել այն, կարող ես դա նույնպես անել։ Կարող ես մի փոքր քանակությամբ հորմոն լցնել այն հատվածի շուրջը, որտեղ անցքեր են կարել, մինչև փակելը նամանի հողով։ Այս պետք չէ չափից շատ օգտագործել, որովհետև ավելի շատ քանակություն օգտագործելը չի նշանակում, որ ծառը ավելի շատ արմատներ կզարգացնի։ Ամենակարևորը այստեղ այն չէ, որ ամեն ինչ լցնենք արտադրանքով, իսկապես կարևորն այն է, որ լինի վնասված հատված, որը կարող է արմատներ առաջացնել, որ հողախառնուրդը պահպանի մշտական խոնավություն եւ որ օդային շերտավորումը չչորանա ամբողջ գործընթացի ընթացքում։ Արդեն անցել է ավելի քան 7 շաբաթ եւ եկել է ժամանակը ստուգելու, արդյոք այս նոր մեթոդը պտուտակով իսկապես աշխատել է։ Ուրեմն բացենք օդային շերտավորումը։ Սկզբում հանում ենք սև պլաստիկը, հետո զգուշորեն հեռացնում ենք ներքևի մասը։ Հիմա արքան տես սա իսկական հրաշք է։ Նայիր, թե որքան արմատ է զարգացել։ Բացի այդ, արմատները լրիվ սպիտակ են, հաստ եւ շատ առողջ տեսք ունեն, հենց այն, ինչ ուզում էինք լավ փոխպատվաստում ապահովելու համար։ Հիմա մնում է միայն կտրել օդային շերտավորումը այս ամբողջ արմատային զանգվածի տակից եւ տանել այն աշխատանքային սեղանի մոտ, որպեսզի ավելի լավ տեսնենք։ Սեկատորի օգնությամբ դանդաղ եւ շատ զգուշորեն հանում ենք բաժակը, որպեսզի ոչ մի արմատ չվնասենք։ Հիմա ժամանակն այն տնկնու։ Կօգտագործեմ մոտավորապես 11 լիտրանոց ծաղկաման։ Եվ ճիշտ նույն հողախառնուրդը, ինչ օգտագործել էինք առաջ, որովհետև ամբողջ գործընթացի ընթացքում շատ լավ արդյունք է տվել։ Պատրաստում ենք մի փոս, տեղադրում ենք օդային շերտավորումը, լավ ամրացնում ենք եւ վերջում լրացնում ենք շուրջը ավելի շատ հողախառնուրդով։ Հետևակի սխմում ենք ձեռքերով, որպեսզի ամուր լինի, եւ հետո լավ ջրում ենք։ Հիմա սկսվում է շատ կարևոր փուլ հարմարվելու շրջանը։ Պետք է հաշվի առնել, որ այս նոր ծառը դեռ շատ երիտասարդ է եւ նրա արմատները նոր են ձևավորվել։ Այդ պատճառով առաջի 7 կամ 10 օրերի ընթացքում այն կտեղադրենք կիսաստվերում կամ ստվերում, միշտ խուսափելով ուղիղ արևի ճառագայթներից։ Այսպես կկրճատենք փոխպատվաստման ստրեսը եւ ժամանակ կտանք, որ նոր արմատները հարմարվեն իրենց նոր կյանքին ամբողջովին, անկախ մայր ծառից։ Եվ այսքան պարզ մենք կունենանք նոր պտղատու ծառ օգտագործելով պտուտակի մեթոդը։ Դա հեշտ մեթոդ է, պատրաստվում է նյութերով, որոնք գրեթե բոլորս ունենք տանը, եւ ինչպես տեսար, կարող է իսկապես տպավորիչ արդյունքներ տալ։ Հիմա գրիր մեկնաբանություններում, որ երկրից ես ինձ դիտում եւ որ պտղատու ծառի վրա կցանկանայիր փորձել այս մեթոդը։ Շատ շնորհակալ եմ, որ դիտեցիր մինչև վերջ։ Եթե տեսանյութը քեզ դուր եկավ, մի մոռացիր դնել լայք, կիսվել եւ բաժանորդագրվել, որպեսզի չկորցնես հաջորդ տեսանյութերը։ Կհանդիպենք հաջորդ տեսանյութում։ Ջերմ գրքախառնություն։ Ստեսություն։